Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան պարոն Արա Հակոբյանի հետ։ Ողջույն եմ պարոն Հակոբյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Այսօր 2026 թվականի առաջին ամսվա վերջին օրն է։ Ասում են ինչպես տարին կդիմավորես, ինչպես տարվա առաջին ամիսն է անցնելու, այնպես էլ ամբողջ տարին։ Դե դա ասում են։ Բայց եկեք այնուամենայնիվ փորձենք ամփոփել եւ առաջին ամիսը ամփոփել եւ տեսնել թե անցած տարվանից ինչ ենք տեղափոխել այս տարի, ինչ խնդիրներ, ինչ խնդիրներ ենք տեղափոխել այս տարի, այդ խնդիրներից որոնք են գնում դեպի իրենց լուծումը, գուցե դրական լուծումը, իսկ որոնք էլ ավելի են խորանում։ Ես առանձնացրեցի կամ միասին կարող ենք առանձնացնել ներքին խնդիրները, արտաքին խնդիրները առանձին, հարաբերությունները Հայաստանի կդիտարկենք այնուհետև հայ-ամերիկյան, հայ-եվրոպական, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, այնուհետև արտաքին քաղաքականության հետ կապված հարցեր կքննարկենք։ Ներքաղաքական խնդիրներ, համեցեք։ Տեսեք, քանի որ եւ խնդիրները, եւ վտանգները, եւ ռիսկերը, եւ զարգացումները բացասական շատանում են եւ ահագնանում են, ես շատ կուզեի ձեր ասած այդ կարծրատիպը այս տարվա համար փոխվեր։ Այսինքն տարին քանի որ սկսվել է բացասական զարգացումներով, կուզեի որ մնացած տարին դրական ունենանք եւ այդ համատեքստում սկսենք նրանից, թե մեր հայկական տիրույթում հիմա ինչ գերակայություններ կան քաղաքական կոչված դաշտում։ Առաջինը դա բոլորը անխտիր կամ համարյա բոլորը նախապատրաստվում են ենթադրաբար տարվա կեսին, հունիսին, եթե չեմ սխալվում, հունիսի 7-ին ընտրություններին։ Հիմա ձևավորում են, փորձում են ձևավորել առնվազն տարբեր դաշինքներ, փորձում են ձևավորել տարբեր միավորներ համատեղ եւ նոր բնականա կլինեն նաեւ նոր քաղաքական ուժերի ձևավորումներ, որոնք արդեն առկա են եւ կարծում եմ ընդհանուր սցենար լինելու այն, ինչ որ եղել է 21 թվականին, ասին գոնե այս սցենարն փորձում նախապատրաստել գործող իշխանությունները, գործող վարչակարգը, որ լինի բավակ հնարավորինս շատ մասնակիցներ եւ այդ մասնակիցների տիրույթում ԽՊ-ն կարողանա առաջնային դիրքեր գրավել եւ չլինի մեծ մասնակցություն ընտրողների այդ տեսակետից եւ նաեւ հաշվի առնելով այն ամբողջ ռեսուրսը, որ ԿՊ-ն ունի, վարչականից սկսած մնացած մեդիա, ֆինանսական եւ այլն։ Այդ ամեն ինչով հանդերձ ունենա իր համար ցանկալի արդյունք։ Հիմա որոնք են հիմնական խնդիրները։ Հիմնական խնդիրները ըստ իս դա առաջին այն փաստաթուղթն է, որը կոչվում է խաղաղության փաստաթուղթ։ Այստեղ քանի որ ընդհանուր շրջանառվում է, որ մի քանի ուժ կան, որոնք ունեն մեծ հնարավորություն եւ շեմահատելու եւ ունեն անհրաժեշտ ռեսուրս հավաքագրելու ձայներ, այսպես կոչված քվեներ, ապա այդտեղ շատ կարեւոր է, թե դրանք ոնց են վերաբերվում, այսպես կոչված իշխանությունները եւ ընդդիմադիրները։ Ընդդիմադիր հիմնականում դա վերաբերվում է տիտղոսային ընդդիմությանը եւ դա վերաբերվում է նաեւ նոր ձևավորվող մեծ ընդդիմադիր ուժին, անունը դեռևս ոնց որ չեն հստակեցրել, ուժեղ Հայաստանա լինելու թե մեր ձևով, ես դա Թե ուժեղ Հայաստան, ուրեմն ուժեղ Հայաստան ուժեղ թե հզոր չգիտեմ, ուժեղ ոնց որ էական չի, հետագայում դա ավելի հստակ կլինի։ Ոնց են վերաբերում դա այդ հիմնական փաստաթղթին։ Դա շատ կարևոր է, որովհետև երանգներում կարան տարբերություններ լինեն, անձնական բաներում, հարաբերություններում կարան հակադրություններ լինեն, կոշտ հակադրություններ լինեն, արտաքին նախասիրություններում նույնպես կարող են տարբեր լինեն, մեկը թուրքերի, մեկը ռուսների, մեկը չգիտեմ, պայմանական հավաքական արևմուտքի նախասիրություններ կանեն, բայց հիմնական հայկական հարցը ոնց են դիրքավորվում եւ հիմնական հարցը խաղաղության պայմանագիր կոչվածն է։ Դա կապիտուլյացիոն փաստաթուղթ է։ Հիմա
Նիկոլ Փաշինյանը ասում է, որ այդ խաղաղության պայմանագիր ասածը ինքը դա մեր նոր Հայաստանի, նոր ապագայի երաշխիքն է, հենց այդ փաստաթուղթը եւ դրանից ենկում ավել երաշխիք չի կարող լինի եւ դրա շուրջը ընթացող զարգացումները առևտրատնտեսական, հարևանների հետ հարաբերություններ եւ այլն։ Հիմա արդյոք ընդդիմադիրներ են, ընդդիմադիրներ, որոնց մասին ես խոսեցի։ Դա դիտոսային ընդդիմությունն է հիմնականում, որոնք այս վերջերս մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը ասուլիս է տվել եւ դա այդ ուժեղ Հայաստան ձևավորվող ուժ բանն է, միավորն է, որը նույնպես ըստ տարբեր գնահատականների հավակնում է, որ լուրջ քվեկ ունենա, ոնց են վերաբերվում։ Վերաբերվում են դրական։ Դա ամենակարևորն է, վերաբերվում են դրական։ Ասում են, որ այդ փաստաթուղթը պետք է ստորագրել կամ կարելի է ստորագրել, մի ուղում են անում։ Ուղումը հետևյալն է, որ պետք է լինի երաշխավոր։ Այսինքն ինքը փաստաթուղթը, որ կապիտուլյացիոն փաստաթուղթը իր ամբողջ էությամբ, այն փաստաթուղթը, որը փաստացի օրինականացնում է դեռևս 1921 թվականի Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը ռուս-թուրքական, որով ձևավորվել են արկա սահմանները, այն փաստաթուղթը արկա իսկ նկատում սովետականացված, այն փաստաթուղթը, որը փաստորեն հենվում է այսպես կոչված Ալմատի հռչակագրի վրա, որտեղ սահմանների մասին ոչինչ չկա ասված, բայց Նիկոլ Փաշինյանը դա շահարկում է, ասելով, որ այնտեղ գրած է, որ սովետական վարչականը դառնում է միջպետական սահման, այսինքն փաստաթուղթը, որը հրաժարվում է փաստորեն հայկական պահանջատիրությունից, փաստաթուղթը, որը հայ արդար դատը դնում է մի կողմ, փաստաթուղթը, որը փաստորեն ամբողջ միջ Նիկոլ Փաշինյանական պատմությունը, հայոց պատմությունը դարձնում է Հայաստանի պատմություն, ես էլ չեմ ուզում մանրամասնել, խորհրդանիշեր եւ այլն։ Այդ փաստաթուղթը ընդունելի փաստաթուղթ է։ Փաստաթուղթը, որ ցեղասպանության հետամուտ լինելը եւ ցեղասպանությունից համապատասխան հատուցում ստանալը հայրենազրկումից նաեւ բան անում, մի կողմ է դնում, այդ փաստաթուղթը ընդունելի փաստաթուղթ։ Մենակ ընդ երաշխավորներ են պետք, այսինքն երաշխավորներ են պետք, երաշխավորներն էլ ասում են ով կարա լինի, ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան։ ԱՄՆ, Ռուսաստան, անպայման Ռուսաստան, այն Ռուսաստանը, որ այդ ամեն ինչում իր անմիջական դերակատարն ունի, այն Ռուսաստանը, որ դարեր շարունակ հայկական, պետական եւ ազգային շահը հանձնել է մեր թշնամին որպես մանրադրամ, այդ Ռուսաստանը երաշխավոր լինի, այսինքն այն Ռուսաստանը, որ փաստացի մեր թշնամիների հետ ապահովեց Արցախի հանձնումը եւ հայազրկումը, այդ Ռուսաստանը պետք է երաշխավոր լինի, հա, այսինքն այդ Ռուսաստանի միջոցով էս էլ հանձնենք, այս մնացած Հայաստանն հանձնենք եւ դրանով հարցը փակենք։ Դա առնվազն ցույց է տալիս, որ այդ արմատական, հենքային հայկական հարցերում Նիկոլ Փաշինյանի եւ այսպես կոչված ընդդիմադիր դաշտերի մեջ սկզբունքային տարբերություններ չկան։ Այսինքն դա հերթական անգամ ապացուցում է մեր քաղաքական ուժի կողմից տարիներ շարունակ ասված հետևյալը, որ Հայաստանում 35 տարուց ավել է իշխում է հակահայ իշխանական համակարգ, որը ապազգային է, հակապետական է, սպասարկում է օտարի շահեր եւ կորպորատիվ իր էությամբ եւ հակահայ է։ Եվ այսօրվա փաստացի հիմնական ճակերտներում իհարկե դիտարկվող մրցակիցները իշխանություն եւ ճակերտներում ընդդիմություն դա նույն իշխանական համակարգը ներկայացնում են։ Պարոն Հակոբյան, դուք մատնանշեցիք խաղաղության պայմանագիրը։ Ես փորձեմ մեկ մնացած այսպես թեմաներն էլ տեսնել, թեմաներով, հարցերով, կա հակասություն, կա հակադրություն ձեր ասած իշխանությունների եւ ընդդիմություն դուք միասնական եք ասում մեկ ընդդիմություն, բայց եթե կա որևէ ընդդիմադիր դաշտում ուժ, որը հիմա եւ խաղաղության պայմանագրին կասի ոչ, ես կպատրեմ, կհրաժարվեմ, կպատրեմ, կնետեմ, մենք չենք, ես ուզում եմ ասեմ, չվերցնենք ընդդիմություն այսպես հավաքական, վերցնենք ընդդիմադիր դաշտում գործող խաղացողներ։ Խաղաղության պայմանագիր ունենք, հրաժարվող կա թե չէ, Թրամփի ուղի ունենք, հրաժարվող կա թե չէ, այսինքն նա ասում է ես գալու եմ եւ հրաժարվեմ, դա սխալ է, դա չպետք է լինի։
իր ծրագրում դա կա, ասենք թե։ Հաջորդը որն է։ Այս վերջինը խաղաղության խորհրդին միանալը։ Դա խիստ բացասական է Հայաստանի համար, օրինակ եմ ասում։ Իշխանությունները արել են, մենք ուրիշ ձևով կանեինք, կհրաժարվեինք։ Այ իշխանությունների արած որևիցե քայլին ընդդիմադիր, հակադրվող ուժերը, եթե դուք հիշում եք, կարող եք մատնանշել, որպեսզի չլինի միայն խաղաղության պայմանագրի շուրջ մեր այդ կետին մենակ դուք անդրադառնաք։ Ես այդ կետին անդրադարձա որպես հենքային փաստաթուղթ, նույնիսկ ամեն ինչը ինչ որ իմաստով ացանցել է դրանից, եւ այդ խաղաղության փաստաթուղթ ասած այս ճակերտներում եմ ասում եւ ասում են դա իրականում վերջնական կապիտուլյացիայի փաստաթուղթ է։ Լավ, այդ դեպքում հարցս նորից ընդդիմադիր դաշտում կա որևիցե ուժ, որը ասում է խաղաղության պայմանագիրը պետք է պատռել, նետել դեն։ Եվ երկրորդն էլ ասեմ ձեր դիտարկման մեջ, որ ես ծանրացա հիմնական ոչ թե ամբողջ ընդդիմադիր դաշտը ընդհանրացրեցի, այլ ծանրացա հիմնական այսպես կոչված դաշտում, քաղաքական կոչվող դաշտում այն ուժերի վրա, որոնք ըստ տարբեր դիտարկումների հիմնական քվե հավաքողները պետքա լինեն։ Հիմա այսինքն մի քիչ ավելի բարձրացեք ու նկատի ունեք։ Ասեցի արդեն, դա Նիկոլ Փաշինյանն է, դա Տիտղոսային ընդդիմությունն է եւ դա նոր ձևավորվող Հզոր Հայաստան, ուժեղ Հայաստան կամ ուժն է։ Տիտղոսային նկատի ունեք խորհրդարանում այսօր ներկայացված, այո, խորհրդարանում ներկայացված ուժերը եւ հիմնականում այդ ուժը Հայաստան դաշինքն։ Եվ իմ հարցին այդ ուժերից որևիցե մեկը ասում է կհրաժարվենք։ Չէ, դա ես ասացի, որ այդ ուժերից ոչ մեկը չի ասում, հակառակը ես ասացի, որ այդ ուժերը այդ խաղաղության պայմանագրի հետ համաձայն են ճակերտներում, այսինքն կապիտուլյացիայի հետ համաձայն են, միայն այնտեղ երաշխիքներ են ուզում, այսինքն երաշխիքներ չէ, երաշխավորներ են ուզում, այսինքն երաշխավորներ են ուզում, որ կապիտուլյացիան ստորագրվի եւ Հայաստանը վերջնականապես, ինչպես եւ ասեցի, օրինականացնի հակահայ 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը։ Հիմա մնացած է։ Իհարկե կան ուժեր, այդ թվում ազգային օրակարգ ուժը, որին ներկայացնում եմ ես տվյալ դեպքում, որոնք ասում են, որ այդ խաղաղության պայմանագիրը ինքը կապիտուլյացիոն պայմանագիր է, որոնք ասում են, որ չի կարելի եւ ապօրինի բռնազավթման եւ բռնակցման վրա հենված ապօրինի իրավական կոչվող բաները պայմանագրերի վրա միջազգային կոչվող այդ պայմանագրերի վրա հենել քո հարաբերությունները քո հարևանների հետ, այսինքն Հայաստանը պետքա եւ բազմաթիվ անգամ ենք դրա մասին խոսել եւ Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ հիմնական մեր թշնամական պետությունների հետ իր հարաբերությունը ձևավորի վավեր իրավական միջազգային փաստաթղթերի վրա, իսկ դրանք 18-ից 20 թվականի Հայաստանին առաջին հանրապետությանը վերաբերող փաստաթղթերն են, սկսած ազգերի լիգայից այն ժամանակվա Անտանտի փաստաթղթերը եւ իհարկե Վիլսոնի վերջնական փաստաթուղթը։ Այսինքն Եվ այդ փաստաթղթերի հիման վրա դու պետք է միջազգային ատյաններով այդ խնդիրները լուծես։ Հիմա այսօր մի քիչ իրավիճակը փոխվել է, իրավիճակը հետեւյալն է համաշխարհային իմաստով, աշխարհքաղաքական իմաստով, որ քանի որ նոր աշխարհակարգի ձևավորման մտելային կարծիքով վերջնական փուլ, իրավունքի ուժը փոխարինվում է ուժի իրավունքով, այսինքն դու պետք է կարողանաս կուտակում տաս ուժի, ոչ թե երաշխավոր քո համար տեսնես այն թղթի կտորը, որը կապիտուլյացիա է քո թշնամու հետ եւ հավակնես նրան, որ քո թշնամիները այդ թղթով կբավարարվեն, երբ որ նրանց վերջնական նպատակը քո պետության եւ պետականության եւ քո հայկականությունը որպես գործոն տարածաշրջանից դուրս մղելն է, այլ դու քո ուժի կուտակում անես։ Ուժի կուտակում անես եւ դինես եւ զորանաս առեն պահը, երբ որ դու իրավունքի ուժով արդեն կկարողանաս միջազգային ատյաններով քո խնդիրները լուծել քո հարևանների հետ։ Սա է ճանապարհը։ Եվ այդպիսի ուժեր կան, դա ազգայնական ուժերն են, որոնք նույնպես այս գործընթացում փորձում են միավորվել կամ միաբանվել, sense ձևակերպենք, եւ ընդհանրական որոշակի ձևաչափ ստեղծել եւ կարծում եմ այդ շարժումը կամ այդ մոտեցումը ավելի հնչեղ կլինի մոտակա ամիսների ընթացքում, այսինքն
ընթացող զարգացումների համատեքստում։ Հիմա դուք թվարկեցիք նաև այլ բաներ, օրինակ Թրամփի ուղին, հա, TRIP-ը։ Ձևակերպեցիք խաղաղության խորհուրդը, որին միացել է Հայաստանը։ Հիմա այստեղ շատ կարևոր, այսինքն ձեր հարցի մեջ շատ կարևոր գործոն կա, դա ԱՄՆ-ի գործոնն է։ Այսինքն ԱՄՆ-ն մտնում է տարածաշրջան։ Շատերը ասում են, էլի ինձ թվարկած տիրույթից, ընդդիմադիր տիրույթից, որ ԱՄՆ-ն շատերը չէ, կոնկրետ ուժ, կոնկրետ Ռոբերտ Քոչյանը ասում որ ԱՄՆ-ն այստեղ առանձնապես հետաքրքրություններ չունի։ Տնտեսական հետաքրքրություններ չունի, քաղաքական հետաքրքրություններ չունի, դա բացարձակ այդպես չի։ ԱՄՆ-ն ունի հստակ աշխարհաքաղաքական հետաքրքրություն, որի տակ ացանցել է նաև տնտեսական եւ ընդհանուր բանի ազդեցության, նոր ազդեցության, նոր դաշտում իր ազդեցության ավելացման խնդիրը եւ ԱՄՆ-ի մուտքը դա ընդհանրապես եւ տարածաշրջանի համար եւ Հայաստանի համար դրական զարգացում է իմ կարծիքով եւ դա Հայաստանի հետ կապ չունեցող բան է, այսինքն ԱՄՆ-ն չի հարցնում Հայաստանին կամ որևէ մեկին ես դա անում եմ թե չէ, ասում եմ ես դա անում եմ եւ առավելովս ինչպես եւ ասի հիմա ուժի իրավունքն է գործում, ես դա անում եմ եւ վերջ եւ դու կամ դրա հետ կարողանում ես համադրվել կամ չես կարողանում։ Որովհետև Միացյալ Նահանգները ասում են, ես դա անում եմ, որովհետև իմ շահից է դա ելնում։ Դա ավելացնում որ պահին, որ քո շահը եւ իմ շահը կհամադրվեն, այդտեղ դուք փաստորեն շահում եք։ Ինքը այո, տենց է եւ ավելին են ասում։ Ասում են այո, մեր ազգային շահը, ազգային եւ պետական շահը առաջնահերթ է մեր համար, իրենց համար, բայց մենք դա անում ենք նաեւ համադրման նաև ձեր ասած համատեքստում, բայց այն անում մենք անպայման հաշվի ենք առնում նաև ձեր շահերը։ Հիմա նորից մի անգամ չի, որ մենք որպես քաղաքական ուժ դրա մասին խոսել ենք, որ մոտ 300 տարի տարածաշրջանում գործում է ռուս-թուրքական այս հաղորդակցող անոթների սկզբունքը։ Այսինքն ռուսները թուրքերի հետ միասին հիմնականում եւ առաջի հերթին այն բարագայում երբ դա վերաբերում է Հայաստանին, իրանք ունեն ընդհանրություն։ Եվ այդ ընդհանրությունը հետևյալն է, որ հայկական, ինչպես եւ ասացի, պետություն եւ հայկական գործոն, որպես այդպեսին տարածաշրջանում պետքա չլինի։ Հիմա այդ հաղորդակցող անոթների սկզբունքով կամ թուրքերն են ուժեղանում, կամ ռուսներն են ուժեղանում, հիմնականում ռուսներն են եղել ուժեղ իրենց ազդեցության չափով, հիմա թուրքերն են ուժեղացել։ Երբ որ ԱՄՆ-ն մտնում է տարածաշրջան, դա նշանակում է, որ դու հնարավորություն ես ստանում ԱՄՆ-ի, այսպես ասած, հետ համադրված շահով այդ հաղորդակցող անոթները կտրել։ Այսինքն տվյալ դեպքում հնարավորություն կա գոնե այս պահին ռուսներին տարածաշրջանից դուրս մղել։ Բայց որովհետեւ դու դա կարողանաս անել ԱՄՆ-ի հետ միասին կամ ԱՄՆ-ի աջակցությամբ, դու պետք է լինես։ Դու պետք է լինես ազգային պետություն։ Դու չպետք է լինես կրավորական դիրքով կապիտուլյանտ։ Դու որովհետեւ դա արդեն դու ոչ մեկին հետաքրքիր չես, որովհետեւ դու պետական միավոր չես, դու գործոն չես, դու տարածք ես դառնում։ Հիմա Հայաստանը այս պահին դիտարկում են որպես տարածք եւ այդ տարածքի վրա ով ինչքան իր շահերը կկարողանա ներկայացնել։ Հիմա ԱՄՆ-ի մուտքը տարածաշրջան ինքը իրենով դրական է, բայց այն պայմանագիրը, ինչի մասին մենք խոսում ենք, TRIP-ը։ TRIP-ում համադրումը եւ շահերի ներկայացումը բնական է շատ վատ բանակցված փաստաթուղթ է։ Այսինքն այն 74-26-ը գերակա բացարձակ գերակա իրավունք տրված չնայած համաձայնության մասին խոսք կա, որ իբր թե հայկական կողմի համաձայնությամբ ինչ-որ բաներ պետք է լինի, բայց վետոյի մասին չի խոսք, այսինքն համաձայնությունը ի՞նչ է նշանակում, իսկ եթե համաձայն չի, ինչ։ Դա վետոյի իրավունք է, վետոյի իրավունք չէ, եթե դա վետոյի իրավունք է, ապա դա պետք է նշել։ Որ վետոյի իրավունքը կողմերը ունեն վետոյի իրավունք ցանկացած բանի վրա։ Նոր զարգացումները, որ հարց տրվեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձին, ազգային ժողովի հարցոպատասխանի ժամանակ հարց տրվեց, որ ճիշտ է արդյոք, որ եւ դա ճիշտ է, որովհետեւ լրահոս առնվազն լրահոսը այդպեսին է։ Ճիշտ է արդյոք, որ ամերիկյան ներկայացչական պատվիրակությունը գնացել է Ադրբեջան եւ Ադրբեջանի կողմի հետ քննարկել են, թե զարգացման այդ ընկերությունը, որ այդ ամբողջ ծրագիրը փաստացի պիտի իրականացնի, զարգացման ընկերության կողմից ներգրավող ամերիկյան ընկերություններում Ադրբեջանը ներդրում անի։
Դա նշանակում է corporate, այսինքն կորպորատիվ ներդրում, եւ այդ ներդրման իմաստով նշանակում է Ադրբեջանը փաստացի, իսկ փաստաթղթով անուղղակի դառնում է փայատեր էս ամեն ինչին։ Եվ Արարատ Միրզան պատասխանում դե դա ամերիկյան կազմակերպությունն է, իրանք ինչ ներդրում ուզում են կանեն, դա տենց չի, չէ։ Տենց չի, չէ, դա աշխարհ քաղաքական նշանակություն ունեցող բան է, այսինքն եթե դու ֆասադային իրավիճակ ես ներկայացնում, որ դու մենք ենք եւ ամերիկացիք, իսկ իրականում դա այդպես չի, ապա խափում ես, կեղծում ես առնվազն, շեղում ես առնվազն։ Դա մի խնդիր Եվ այդտեղ Հայաստանը ասելիք ունի, թե չէ, իհարկե չունի, որտեղ ասես չունենք ասելիք։ Դե որովհետև բանակցված չի, այդպեսի կետ չկա, ում ես բացառում, ով չի կարող։ Դե հիմա դա դուք ասեցիք ոնց եք սահմանափակում ձեր գործընկերոջ, տվյալ դեպքում Միացյալ Նահանգների։ Դե դուք ինքներդ ասեցիք, որ բանակցված չի, կամ կարող է բանակցված էլ չի, ոչ թե բանակցված չի։ Չէ, բանակցված է, մերժված է, կամ բանակցված չէ, մենք չգիտենք։ Հա, բայց համենայն դեպս, այն ինչ որ ես արդեն ասեցի, դու այդպեսին է։ Այն ինչ որ ես արդեն ասեցի, դու չունես այդ լծակը, վետոյի իրանքը, այն հարցերում, որը վերաբերում է քո աշխարհակաղակական շահերին։ Ներողություն ընդհատեմ, վերջին նորությունը չգիտեմ, երևի դուք էլ տեղյակ եք, երեք Մարիա Զախարովան, այսպես հպանցիկ ասաց, որ Ռուսաստանը քննարկում է իր հնարավոր մասնակցությունը այդ թրիփի հետ կապված, նա ասաց, այդ երկաթուղիների մենք մեծ փորձ ունենք եւ այլն, մենք Ռուսաստանը հիմա դիտարկում է, թե ինչպես կարող է միանալ այդ նախագծին։ Շատ լավ է դիտարկում էր, ես էլի դրա մասին խոսել եմ, որ այդ հարցն էլ հստակ չի, այսինքն երկու կարևոր հարց։ Ես արդեն ասեցի, որ ստեղ հիմնական դրական, գոնե այս փուլում հիմնական դրական բանը կարելի է, որ Ռուսաստանը դուրս մղվի տարածաշրջանից եւ մենք կտրենք այդ ռուս-թուրքական հաղորդակցվող անոթը եւ առերեսվենք միան գոնե թուրքական կողմի հետ։ Եվ ԱՄՆ-ի վերահսկողություն լինի տարածաշրջանային, բայց ստեղ էլի անորոշություն է, չէ՞։ Օրինակ, չէ, լավ է որոշակի մարդը ասել։ Չէ, իրաց ցանկությունն է արտահայտում, հիմա այդ ցանկությունը ինչքանով դա կյանքի կկոչվի, դա այլ հարց է, բայց անորոշությունը առնվազն հետևյալ մասով ենթադրենք trip-ը վերահսկվելու է չեն քննարկում էլ, այսինքն չմտնենք այդ ձևական բաները, փաստացի վերահսկվելու է ամերիկացիների կողմին։ Նրանք ներգրավվելու են դրա մեջ թուրքական կողմ, այսինքն թուրքական կողմը դա ներկայացված է լինելու։ Ելում են ներգրավելու, դա մեկ անորոշություն, կարող է ռուսներին էլ են ներգրավելու, կարող է Թրամփը Պուտինի հետ առանձին քննարկումների ժամանակ Ուկրաինայի փոխարեն ինչ-որ մի բան ստեղից է տալիս։ Հարց 1, այն ինչ-որ Մարիա Զախարովան արտահայտում է։ Հարց 2, եթե այդ հատվածը բան են անում, վերահսկում են ամերիկացի այլոց հետ, ապա սահմանը հայ-իրանական եւ սահմանը հայ-թուրքական, ով է վերահսկելու։ Արդյոք ռուսական սահմանապահ զորքերը մնալու են այդտեղ եւ վերահսկումը մնում է իրանց։ Եթե դա էլ այդպես, այսինքն այդ հարցն էլ հայկական կողմը չի քննարկել կամ ծրագիր չունի փոխելու, այսինքն հայկական սահմանի վերահսկումը լինի հայկական համապատասխան մարմինների սահմանապահների տվյալ դեպքում ներքո, ռուսական կողմի այսինքն ինչ է ստացվում։ Հերիք չէ ռուսները մնում են, մի հատ էլ տարաբան է, ինչ է, ճանապարհ է բացվում, որը իր էությամբ նաև Թուրանի Թուրքիայից մինչև հեռավոր արևելք դրա հնարավորությունն է բացվում, եւ այդտեղ էլ հայկական վերահսկողությունը մինիմալ է, եթե ընդհանրապես կա, դրա լավը ո՞րն է։ Այսինքն նորից կրկնեմ, ԱՄՆ-ի մուտքը տարածաշրջան դա ինքը իրանավ դրական զարգացում է, բայց ԱՄՆ-ի մուտքը պետք է հետևանքներ ունենա։ Հիմա մյուս հարցը, որ դուք տվեցիք, հետևանքներ մեր համար դրական, այսինքն ոչ թե ԱՄՆ-ի մուտքը պետք է լինի մեր համար ավելի վատ իրավիճակի ստեղծում։ Մյուս հարցը, որ դուք տվեցիք, կապված բանի խաղաղության խորհրդի հետ, հա։ Բնական է, որ ԱՄՆ-ը նորից եմ կրկնում, այսօր առաջարկ անում եւ ԱՄՆ-ն գործում է ուժի իրավունքից եւ ԱՄՆ-ն փաստացի այդ եզակի մնացած ուժային համապատասխան զորությամբ երկիրն է, պետությունն է, որը կարող է ելնելով իր շահերից, նաեւ ելնելով քու հնարավորություններից բանակցային եւ ազդեցության աջակցի քեզ, որ դու որպես պետություն պահպանվես եւ կարողանաս ապագա ունենալ եւ զարգանալ, քեզ որ առաջարկ անում, այդ առաջարկը պետք է լրջորեն քննարկվի, բայց լրջորեն քննարկվել չի նշանակում ոնց առաջարկեցին, հենց ընդունում ես։ Այն միջավայրը, որը կա այդ խաղաղության խորհուրդ, խաղաղության խորհրդի այդ միավորի մեջ, այդ երկրներ բացի ԱՄՆ-ից, այնտեղ մի երկիր չես կարող նշել, որ Հայաստանի հետ
իրական բարեկամական հարաբերություններ։ Դու հնարավորություն, մենք դրա մասին շատ ենք խոսել։ Հայաստանը ասում են այդ պահին հնարավորություն չուներ ասելու ոչ։ Մենք անգամ հիշում ենք, որ չպետք է գնար վարչապետը Դավոս։ Դա վերջի րոպեին երևի թե տեղյակ են։ Ես չեմ ասում ասել ոչ։ Ես ուրիշ բան եմ ասում։ Այ ասեք։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ես ասում եմ, որ այդ թշնամական միջավայրում այնտեղ բարեկամներ չկան, թշնամիներ բազմաթիվ։ Թուրքիա, Ադրբեջան, Պակիստանը չթվարկեմ այդ կարևոր չէ, Իսրայելի վերջը։ Բայց դու ասում ես այո, բայց դրա փոխարեն մի բան ես վերցնում։ Չի լինում այլ կերպ միջազգային հարաբերություններում, եթե դու կրավորական խիստ կապիտուլյանտիկ կեցված չունես։ Դու համաձայնվում ես, այսինքն տալիս ես մի բան, փոխարենը մի բան վերցնում ես։ Մի բան վերցնում ես եւ այդ մի բանը կարող օրինակ լիներ այն երաշխավորությունը, որը ինչի մասին ես հիմա խոսում եմ, որ ԱՄՆ-ն այո, հանդիսանում է, այսինքն եւ դա որևէ կերպ արձանագրվում է որևէ փաստաթղթում, որտեղ ոչ միտեղ բան չի գրած, որ ԱՄՆ-ն երաշխավորում է հայկական պետականության աջակցությունը։ Բայց դա պատկերացնում եք այդպես։ Իհարկե պատկերացնում եմ։ Իհարկե պատկերացնում։ Ռազմավարական գործընկերության փաստաթղթ։ Որևէ մի փաստաթղթում, բարձր չէ հենց այդ բանի։ Դենց եք ձևակերպում ոնց որ։ Չէ, խորհրդի փաստաթղթում մասին չի խոսքը։ Դա առանձին այլ փաստաթղթեր, որտեղ բազմաթիվ փաստաթղթեր կան, հայ-ամերիկյան։ Որևէ փաստաթղթում տեսնում դու բան ես, կետ ես մտցնում, որտեղ ԱՄՆ-ն որոշակի պարտավորություններ, չեմ ասում վերջնական բան, որոշակի պարտավորություններ է իր վրա վերցնում։ Չկա որևէ տենց բան։ Ավելին ասեմ նորից թրիփին հետ գալով, թրիփը ինքը իրենը որևէ առաջի տողով գրած է, որ ինքը որևէ իրավական պարտավորություններ չի նախատեսում։ Այսինքն այդ թրիփ փաստաթուղթը ինքը իրավական չի, առաջի կետով է դա նշած։ Պրեամբուլայում է դա նշած։ Դա իրավական որևէ հետևանքներ իր մեջ չի ներառում, դա նշանակում է, դա թղթի կտոր է ի վերջո։ Կարող ցանկացած բան ամերիկացի կասեն մենք մեր մտադրությունները փոխեցինք, գնացինք առաջ, դա ինչ եղել է, տալիս ենք Պետրոսին։ Այդ Պետրոսը Թուրքիա կարա լինի, Ադրբեջան կարա լինի, Իսրայել կարա լինի, Ռուսաստան, ով ասես կարա լինի։ Չէ՞ որ պարտավորություններ իրավական չկան այնտեղ։ Նույնպես որ ընդհանուր առմամբ ես ասացի, զարգացումները բացասական են, հնարավորությունները, որոնք բացվում են տարածաշրջանի համար, մասնավորապես հայության եւ հայկականության եւ հայպետականության համար արկա են, բայց դա Հայաստանի հետ կապ չունի, այդ իրավիճակը ստեղծում է ԱՄՆ-ն մուտք գործելով տարածաշրջան։ Բայց քանի դու դեռ ազգային պետություն չես, այսինքն քանի դեռ քո իշխանությունները կամ գործող վարչակարգը այդ իմ ասած իշխանական համակարգիցը 35 տարվա, դա Նիկոլ Փաշինյանն է այսօր, որը իր մարտնչող հակահայկականությամբ աչքի անգնում, բայց եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չի, բայց այդ իշխանական համակարգիցը սկզբունքային ոչինչ չի փոխվելու։ Դրա համար շատ կարևոր է այս հնարավորությունը օգտագործելու համար Հայաստանում զորացնել եւ աջակցել ազգայնական ուժերին, ինչի մասին ես արդեն ասացի, եւ որոնք այսօր փորձ են անում որպես ընդհանրական միավոր հանդես գալ։ Ես շնորհակալ եմ, ցավոք մեր եթերաժամն է ավարտվում, փաստորեն որպես ամփոփում կարող ենք այսպես ձևակերպել, որ դուք ասում եք հնարավորությունների մեծ պատուհան է բացվել եւ անգամ դրական որոշ ապագայում լավ զարգացում ապահովող, լավ արդյունք Հայաստանի համար ապահովող իրավիճակ է ստեղծված այս պահին։ Պարզապես բանակցողը պետք է շատ ճկուն լինի եւ մենք կարող ենք մեր ձեռքից կամ բաց թողնել այդ հնարավորություններից օգուտով դուրս գալը կամ չօգտագործել այդ հնարավորությունները եւ ամենավատ տարբերակով ամենանվազագույնս օգտագործենք այդ հնարավորությունների բացված հնարավորությունների շնորհիվ բացված նորից հնարավորությունները կներեք տավտալոգիայի համար։ Տեսեք, ես ձեր ասացի ընդհանուր մտքի հետ համաձայն եմ, բայց այսինքն բանակցողները լավ չեն բանակցում, բան են բաց թողնում։ Այդտեղ երկու կարևոր բան։ Առաջինը դուք ասացիք մեծ հնարավորություններ, հնարավորությունները մեծ չեն, մեծ պատուհան չի, բայց պատուհան է։ Այսինքն հնարավոր է այդ պատուհանը այնքան է, այնպիսին է, որ այդ պատուհանից օգտվելու դեպքում դու կարող ես այդ պատուհանը կամ այդ հնարավորությունները մեծացնել։ Հայաստանը օգտվում է այդ պատուհանից։ Հայաստանը այդ պատուհանից չի օգտվում։ Հայաստանը գնում է ինչի չի օգտվում, դա ձեր մյուս բանն է։ Բայց կարճ մենք 2 րոպե ունենք։ Հայաստանը չի օգտվում, որովհետև Հայաստանում, ինչպես եւ ասացի, հակահայ իշխանական համակարգը, հակահայ վարչակարգը։ Երբ որ Հայաստանում լինի ազգայնական իշխանություն, ազգայնական վարչակարգ, այո, Հայաստանը կարող է օգտվի եւ դա կլինի այն հենց սկիզբը, որ մենք ունենանք բոլոր մեր ազգային խնդիրները
տարիների, տասնյակ դարերի ընթացքում, եթե կուզեք, բայց մենք ունենանք այդ սկիզբը եւ կսկսենք լուծել ազգայնական բանով, լծակներով մեր համահայկական խնդիրները։ Շնորհակալ եմ շատ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ էինք զրուցում։ Զրույցը Վարմեր Գայանի Առաքելյանը, բարին ընձեզ։